Այսօրվանից արդեն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են պաշտոնապես ներկայացնել իրենց հայտերը։ Կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 23-ի ժամը 18-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գրանցումը կկատարի ապրիլի 23-ից մայիսի 3-ը։ Նախընտրական քարոզչությունը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 8-ին եւ կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24-ը։ Հունիսի 6-ը լռության օր է։ 2018-ից ի վեր 288,000 նոր աշխատատեղ է ստեղծվել, հայտարարել է վարչապետը գործարարների հետ հանդիպմանը։ Փաշինյանը մատնացույց է արել, որ առաջին անգամ մեր երկրում միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղից ավելի է։ Հայաստանը իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական անընդհատ օգտագործել, դինամիկան պահպանել։ Փաշինյանը շեշտել է, առաջիկայում մեծ իրադարձությունների ենք սպասում, որոնք կապված են առաջին հերթին TRIP նախագծի գործարկման հետ։ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադիարինին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի արդիվ։ Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մադիարինին եւ հունգար ժողովրդին հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը եւ երկրի ապագայի տեսլականը, գրել է վարչապետը X-ում։ Պայասորի մարզի Արենի համայնքի ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է, ինչպես խոստացել է խորագրի ներքո Փաշինյանի գրառումն է։